Հրավիրում ենք ձեզ ձեր աստվածաշնչները բանալ ինձ հետ միասին Սաղմոս 48-ը։ Սաղմոս 48-ը։ Տիրոջ խոսքը այսպես ենք կարդում. Երգ կորխի որդկանց Սաղմոս։ Մեծ է Տերը և շատ օրհնյալ, մեր Աստծո քաղաքումը իր սուրբ սարի վրա։ Գեղեցիկ բարձրություն, բոլոր երկրի ուրախությունն է Սիոն սարը, հյուսիսի կողմումը, մեծ թագավորի քաղաքը։ Աստված հայտնի է նրա պալատներումն իբրև ապավեն, որովհետև ահա թագավորները ժողովեցան և իրար հետ անցկացան, նրանք տեսան և զարմացան, շփոթվեցին և շուտով փախան, դողալը բռնեց նրանց այնտեղ և սաստիկ ցավ, ինչպես ծննդկանի։ Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։ Ինչպես որ լսեցինք, այնպես էլ տեսանք, զորաց Տիրոջ քաղաքումը, մեր Աստծո քաղաքումը, Աստված հաստատում է նրան մինչև հավիտյան։ Սելա։ Ով Աստված, մենք մտածում ենք քո ողորմության վրա, քո տաճարի մեջ։ Ինչպես քո անունը, ով Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը, արդարությունով լիքն է քո աճը։ Թող ուրախ լինի Սիոն սարը և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններով։ Գնացեք Սիոնի 4 կողմովը և նրան շրջապատեցեք, համրեցեք նրա աշտարակները, ուշադրություն արեք դրա բերտերին, քննեցեք դրա պալատները, որ պատմեք գալու ազգին, թե այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան, սա կառաջնորդ է մեզ մինչև իմահ։ Ամեն։ Փառք ես մեր Տերը, քո խոսքիդ համար, և հիմա ով Սուրբ Հոգի Տեր, խնդրում ենք, որ քո հեղինակած խոսքդ մեր սրտերին յուրացնես, գործածության տնես, մեզ հասկացողություն և պայծառություն շնորհես, հասկանալու խոսքիդ խորքը և մեզ կամեցող հոգի տաս, որպեսզի գործածության մեջ հավատարիմ և հնազանդ դառնանք իբարս քեզ։ Ամեն։ Անցյալ երկու սաղմոսներով, եթե հիշում եք, Տեր Հիսուս Քրիստոսին տեսանք որպես թագավորների թագավորը, որպես մի հարստանյաց արարողության մեջ կանգնող փեսան։ Նաև եկեղեցուն տեսանք այն թագավորի ժողովուրդը և այն որպես փեսայի հարսը։ Նախքան որ այս սաղմոսի սերտողությանը անցնենք, ուզում եմ նկատի առնենք, որ այս սաղմոսը այդ նույն թեմայի շարունակությունն է, ուրիշ մի տեսանկյունով։ Եվ այս սաղմոսը հին ուխտի մեջ գործածված բառամթերքն է շեշտում։ Օրինակի համար կարդում ենք Սիոն սար, Աստծո քաղաք և Աստծո ժողովուրդ։ Այս բառերը հին օրերում հրեաների համար, մասնավորապես հրեա ժողովրդի համար, անմիջական, շատ մեծ իմաստալի բառեր էին, պատկերներ էին, որովհետև հրեաների համար Սիոն սարը կամ իրենց ունեցած տաճարը խիստ իմաստալի սրբավայրեր էին։ Դրանք հոգևոր իմաստ կրող տեղեր էին։ Սիոն սարը սուրբ տեղ էր համարվում, որովհետև դա Աստծո ներկայությունը ներկայացնող մի տեղ էր։ Սիոնը Երուսաղեմի բլուրների մեկն էր, որ այդ բլուրների վրա կառուցված մի բերդ կար, մի ապաստանարան էր շինված, որ Դավիթը դրան գրավեց և դրա հիման վրա Երուսաղեմը իր թագավորության մայրաքաղաքը դարձրեց։ Եվ հետագային Սիոն սարը նշանակում էր բոլոր Երուսաղեմը և ապա բոլոր Հրեաստանը։ Մինչև օրս Հրեաստանի թշնամիները հրեա ազգին ասում են Սիոնական պետություն, ռեժիմը Սիոնի, որ ասում են։ Այս իմաստով է։
Նմանապես նաև տաճար բառը հին ուխտի մեջ շատ իմաստալի է։ Տաճարը մարդկանց մեջ Աստծո ներկայությունն էր նշանաբանում։ Տաճարում Աստծո ներկայություն եւ փառքն էր հայտնվում։ Տաճարը իմաստալի տեղ էր, խոր նշանակություն կրող սրբավայր էր, Աստծո ներկայությունը ցուցադրող կառուցվածք էր։ Հիմա այս Սաղմոսը ուղիղ հասկանալու համար պետք է հասկանանք, թե նոր ուխտի մեջ Քրիստոսի աշխարհ գալով Աստված մարդկանց հետ եղավ, Էմանուել Աստված մեզ հետը աշխարհ եկավ, Քրիստոս մարդեղացավ, ուրեմն հին ուխտի մեջ Սիոնը կամ տաճարը Քրիստոսի մեջ նոր ուխտում կատարելության եւ գործադրության դրվեց. It was realized in Christ. Այժմ մեր Սիոն սարը, մեր թագավորության կեդրոնանիստը, նաև մեր տաճարը, Աստծո ներկայությունը մարդկանց հետ, հենց ինքը Քրիստոսն է։ Ու Աստծո քաղաքը այն ժողովուրդն է, ով Աստծո թագավորության եւ նրա որդի Տեր Հիսուս Քրիստոսի լույսի արքայության տակ է փոխադրվել։ Ուստի այս Սաղմոսը ուղիղ մեկնաբանելու համար, երբ կարդում ենք Աստծո քաղաք, սա Քրիստոսի եկեղեցուն է ակնարկում։ Երբ կարդում ենք Սիոն կամ տաճար, սա ինքը հենց Քրիստոսին է պատկերաբանում։ Աստծո թագավորությունն է նշանակում։ Նաև հերավոր եւ տակավին չեղած մարգարեության իմաստով կամ չկատարված մարգարեության իմաստով Աստծո քաղաք եւ տաճար բառերը մեր հավիտենական երկնային կյանքին կամ նոր կտակարանի բառերով նոր Երուսաղեմին է ակնարկում։ Եվ ինչպես հայտնության գրքի 21-22-ի մեջ ենք կարդում, այնտեղ կարդում ենք Հովհաննեսի նկարագրությունը նոր Երուսաղեմի մասին, հայտնություն 21-22, ուր Հովհաննեսն ասում է, թե այնտեղ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված ամենակալը եւ գառն է դրա տաճարը։ Քրիստոս է տաճարը։ Ուրեմն այս Սաղմոսի սերտողությունը այս օրերում մեզ համար ունի մեր այժմեական գործնականությունը եւ նաեւ մեզ համար ունի ապագային իրականացվելիք մի երկնային կյանքի, հավիտենական կյանքի գործադրությունը։ Այս Սաղմոսը եկեղեցու նկատմամբ Տեր Հիսուս Քրիստոսի 3 գործերն է ցույց տալիս։ 3 բաներ է անում Տերը այս Սաղմոսի նկարագրությամբ։ Եվ 4-րդ կետում, այսինքն եկեղեցին վերաբերյալ վերջավորության ցույց է տալիս, թե եկեղեցին ինչ պարտականություններ ունի Քրիստոսի հանդեպ եւ 2 պարտականություններ է հիշում։ Ուրեմն առաջին կետում 1-ից 3 համարների մեջ տեսնում ենք Քրիստոսի կատարած առաջին արարքը եկեղեցու հանդեպ։ What does Christ do for his church? Այստեղ 1-ից 3 համարներում տեսնում ենք Քրիստոսին, ով իր եկեղեցին շքեղացնում է, makes his church magnificent. Եկեղեցին գեղեցկացնում է։ Սաղմոս երկողը այս Սաղմոսը սկսելու համար սկսում է Աստծո մեծությունից։ Նրա մեծությունն է հիշում եւ մեր ուշադրությունը Աստծո օրհնյալ, այսինքն ուրախալի, երանելի, երջանիկ գերազանցությանն է մեզ կեդրոնացնում։ Նա ասում է մեծ է Տերը եւ շատ օրհնյալ մեր Աստծո քաղաքումը իր սուրբ սարի վրա գեղեցիկ բարձրություն է, բոլոր երկրի ուրախությունն է Սիոն սարը,
Հյուսիսի կողմը մեծ թագավորի քաղաքը Աստված հայտնի է նրա պալատներումը իբրև ապավ է։ Նկատի առնեք, որ այս նախադասության հենց առաջին բաժնում նախքան Աստծո քաղաքի մասին, այսինքն եկեղեցու մասին խոսելիս, Սաղմոս երկողը նախ եւ առաջ Աստծո մեծության մասին է խոսում։ Նախ նա ասում է Աստված մեծ է, նա շատ օրհնյալ է եւ ամեն բանից առաջ Աստծո փառավոր լինելն է մեր ուշադրության հանձնում։ Աստծո գերիշխան եւ տիրապետ լինելն է մեզ հիշեցնում։ Եվ այս ճշմարտությունները մեզ հիշեցնելուց հետո երկրորդ եւ երրորդ համարներում դրա հիման վրա ասում է, որ Սիոն սարը, այսինքն Աստծո թագավորության մեջ եղողները, Աստծո ժողովուրդը գեղեցիկ քաղաքի պես են, բարձր տեղ է դրված, ուրախության, ցնծության, ապահովության, շքեղության մասին է խոսում։ Եվ ասում է, որ Աստված այնտեղ ներկա է։ Սա ցույց է տալիս, թե Աստծո քաղաքը, այսինքն եկեղեցին, ես ու դու, մենք մեր շքեղությունը, մենք մեր գեղեցկությունը, ցնծությունը եւ ապահովությունը եւ պաշտպանությունը մենք մեզնից չենք ստանում, մենք չենք գոյացնում դա։ Եկեղեցին ինքն իրեն չի շքեղացնում։ Եկեղեցին ինքը իր ջանքերով ինքը իրեն ապահով չի դարձնում։ Այլ Աստծո քաղաք եկեղեցին շքեղությունը ստանում է, Սուրբ Սարի վրա բարձրությունը ստանում է այն կենտրոնական աթոռի վրա նստողից, այն մեծ եւ օրհնյալ Տիրոջից։ Նրա հիման վրա է, որ եկեղեցին շքեղանում է, օր մաքրվում է։ Պատճառը, որ Աստծո քաղաքը գեղեցիկ բարձրություն է, սիրելիներ, այն է, որովհետև այդ քաղաքում եղող Սարի վրա օրհնյալ Տերն է տիրում։ Ինչ ենք սովորում այս կետից։ Այս կետից սովորում ենք, որ դա Քրիստոսն է, ով իր մեր վրա, մեր կյանքի վրա, մեր առօրյայի վրա տիրապետելով եւ մեզ իր հրամաներին հնազանդեցնելով նախ ինքն է փառավորվում եւ ապա եկեղեցիին, այսինքն հավատացյալներիս շքեղացնում է, գեղեցկացնում է, հղկում է, գնալով Քրիստոսի պատկերին է նմանեցնում։ Որպես եկեղեցի, որպես Աստծո ժողովուրդ, որպես անհատ հավատացյալներ, եթե մեր շրջապատում որևէ գեղեցկություն, որևէ արժանիք, որևէ օգտակարություն ենք բաժնեկցում, ցոլացնում, ցուցաբերում, որևէ կերպով մեկին օգնում ենք կամ օգտակար ենք լինում կամ լավ ու բարի բան է բխում մեզանից, պետք է մեզ անդրադառնալ, թե դա Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, նրա մեզ տրված շնորհքովն է, մեզանով արտացոլված նրա շնորհքի արարքն է մեր կյանքի մեջ, նրա գեղեցկությունն է, որ մեզ գեղեցկացնում է, նրա քաղցրությունն է, որ մեզ քաղցր է անում, նրա շնորհքն ու ողորմածությունն է, որ մեզ էլ շնորհալի եւ ողորմած է դարձնում։ Եկեղեցին եւ հավատացյալը առանց Քրիստոսի չի կարող որևէ իրական եւ որևէ ճշմարիտ հոգեվոր կյանք եւ ծառայություն ունենալ։ Ուր մնաց, որ դժվարության եւ հալածանքի դիմակայել։ Եկեղեցին եւ հավատացյալը առանց Քրիստոսի չի կարող ինքն իրեն գեղեցկացնել, շքեղացնել, կճանան այդպես անել, տարբեր մարդկային ծրագիրներով, պրոգրամներով, չգիտեմ, հաճելի բաներ անելով, բայց դա եկեղեցուն չի շքեղացնում։ Դա մարդկանց է զբաղեցնում։ Եկեղեցին չի կարող առանց Քրիստոսի օրհնվել, աճել եւ օրհնության միջոց դառնալ։ Եփեսացիս 5-րդ գլխի մեջ
Աստծո խոսքն ասում է, թե դա Քրիստոս է, ով եկեղեցուն փառավոր է կանգնեցնում Աստծո առաջին։ Պողոս առաքյալը իր բոլոր ծառայություններով մեկտեղ, իր բոլոր աստվածաբանական հանճարով և միսիոնարական հաջողություններով մեկտեղ, իր բոլոր նվիրված աշխատանքներով հանդերձ, առաջին Կորինթացիս 15:10-ի մեջ, ինքը իրեն ամենավերջինն է նկատում, ամենահետինն է անվանում և այսպես է ասում, առաջին Կորինթացիս 15:10, Աստծո շնորհքովն եմ ինչ որ եմ, և նրա շնորհքն է, որ ինձանում ունայն կամ դատարկ կամ իզուր չեղավ։ Տեր Հիսուսը ինքը լեռան քարոզի վրա, այդ քարոզի ընթացքում իրմով փրկյալներիս, այսինքն մեզ եկեղեցուն, աղի, լույսի և քաղաքի սարի վրա շինված քաղաքի նմանեցրեց, 3 նմանություններով։ Դարձրեք Մատթեոս 5:13, Տեր Հիսուսն ասեց, դուք երկրի աղն եք, հետո ասեց, դուք աշխարհի լույսն եք, հետո ավելացրեց, մի քաղաք, որ կանգնած է սարի վրա ու չի կարող թաքչվել։ Նայեցեք 16-րդ համարին, նա հրամայեց, այնպես լուսավորեց ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր հորը, որ երկնքումն է։ Որտեղից մենք խավարի մեջ նստող ժողովուրդս լույս ստացանք։ Ինչպես եղավ, որ մեղքի ու լիովին պղծության մեջ կորած, անհամ, անհույս, անհագեցված մարդ Արարածը հանկարծ եղավ երկրի աղ, կյանքի համը, հավիտենական կյանքի ջրին ծարավ հառաչեցնողը, մեղքի պղծության դեմ հականեխիչը և ուղղարարության պահպանողը։ What happened? What happened? Հովանու 8:12-ի մեջ Տեր Հիսուս ասեց, ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևիցը գա, նա խավարում չի գնալ, այլ կյանքի լույսը կստանա։ Նմանապես Պողոս առաքյալ, 2 Կորինթացիս 2:14-ից սկսյալ, Աստծո խոսքը եկեղեցուն և հավատացյալներիս ուղղած ասում է, 2 Կորինթացիս 2:14 Շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ Քրիստոսի մեջ հաղթող է անում, նկատի առեք Քրիստոսի մեջ հաղթող է անում, և իր գիտության, այսինքն Քրիստոսի գիտության բույրը մեզանով հայտնվում է ամեն տեղ, որովհետև մենք Քրիստոսի անուշ բույրն ենք Աստծո առաջին փրկվածների մեջ և կորածների մեջ։ Նաև Կողոսացիս 3:15-ի մեջ, Colossians 3:15, առաքյալը եկեղեցուն և հավատացյալներիս հորդորում է, քաջալերում է և ասում, թող Քրիստոսի խաղաղությունը իշխի ձեր վրա, կամ ձեր սրտերումը։ Ուրեմն սիրելի եկեղեցի, սիրելի հավատացյալներ, ահա տեսնում ենք, որ դա Քրիստոսի լույսն է, որ մեզ լույսի մեջ ապրել է տալիս, լույսի համեմատ գնալ է տալիս, դա Քրիստոսի գիտության անուշ բույրն է, որ մեզ հավատացյալներիս, թե փրկվածների շրջանակում, թե կորածների մեջ անուշաբեր և հաճելի բուրմունքի պես հաճելի է դարձնում։ Դա խաղաղության իշխան Քրիստոսի մեր կյանքի վրա տիրապետ կառավարչության շնորհիվ է, որ մենք Աստծո հետ խաղաղության մեջ ենք, և հիմա մենք որպես Աստծո
քաղաք ենք, Աստված մեր մեջ է բնակվում, Սուրբ Հոգին մեր մեջ իր գահը ունի, նստած է մեր կյանքի առաջնորդի տեղ եւ առաջնորդում է մեզ։ Քրիստոս է, ով իր այս լուսավետ, բուրավետ եւ տիրապետ արարքով մեզ հավատացյալներիս իր եկեղեցուն Աստծո քաղաքին գեղեցիկ բարձրության վրա է դրել ու շքեղացնում է մեզ։ Մեզ ապահով է դարձնում, մեզ անհաղթելի է դարձնում։ Մատթեոս 16:18-ի մեջ Տերն ասեց. այս վեմի վրա ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարող նրան հաղթել։ Ինչու դժոխքի ամենահուժկու դռնապանները չեն կարող Քրիստոսի եկեղեցուն հաղթել։ Պատճառն այն է, ինչ որ Սաղմոս երկողը երկրորդ համարում ասում է, թե այս գեղեցիկ բարձրացած Սիոն սարը, Աստծո թագավորությունը, Աստծո քաղաքը, այսինքն եկեղեցին, սա մեծ թագավորի քաղաքն է։ Այս քաղաքը մեծ տիրոջ, խիստ օրհնյալ բարձրացած անհաղթ Աստծուն է պատկանում։ Ու չկա այնպիսի որևէ մի արարած, որևէ մի այնպիսի էակ, որևէ մի այնպիսի գոյություն ունեցող ինչ-որ բան, որ կարողանա Քրիստոսի եկեղեցուն, Աստծո քաղաքին, մեծ թագավորի պատկանող քաղաքին, նրանից բաժանի, նրա ձեռքից խլի, նրան տակնուվրա անի, նրան ջոկի կամ նրա ափից պատառի, անհնար է։ Մենք մեր ապահովությունը ունենք Քրիստոսի մեջ։ Այս հիման վրա է, որ երրորդ համարի մեջ Սաղմոս երկողը այս մեծ տիրոջ, այս օրհնյալ տիրոջ, այս երանելի տիրոջ փառաբանելով ասում է ուրիշ մի ճշմարտություն եկեղեցու նկատմամբ։ Ասում է Աստված հայտնի է նրա պալատներումը իբրև ապավեն։ Այսինքն այս Աստծո քաղաքի սրահների մեջ ման եկողը, այս իրական եկեղեցու Աստծո զավակների հետ շփվողը, հավատացյալների հետ բան ու գործ ունեցողը անպայման նրան կբացահայտվի, որ այս քաղաքի մեջ, նրա պալատներում Աստված է ման գալիս, Աստված է ներկա։ Նա կտեսնի Աստծո ներկայությունը Աստծո ժողովրդի կյանքի մեջ, Աստծո հայտնությունը, Աստծո իրականությունը, ինչպես ասեցի, լույսը կամ քաղցր բուրմունքը նրա պալատներում ու սրահներում։ Կհայտնվի, թե հավատացյալները ապահով ժողովուրդ են, անմտահոգ ժողովուրդ են։ Նրանց քամակը սարին է դրված, մեջքը սարին է կպած։ Նրանց կյանքի պալատներում Քրիստոսի ամենօրյա ներկայությունն է հայտնվում։ Նրանց խոսքերի մեջ Քրիստոսի քաղցրությունն է ծորում։ Հետևաբար նրանով եղած խաղաղությունը եւ ապահովությունն է տիրում նրանց սրտի, հոգու, մտքի եւ կյանքի վրա։ Անկախ թե ինչ է տեղի ունենում, անկախ թե որքան դժվար պարագաներից են անցնում, անկախ թե որքան վիշտ, ցավ, հակառակություն, նախատինք են կրում, այս Աստծո քաղաքը, այս եկեղեցին, իրական հավատացյալները, Քրիստոսով փրկվածները տակավին մնում են շքեղ, տակավին մնում են բարձրունքում կառուցված գեղեցիկ Սիոն սարի պես, գոյատևում են անշարժ, անխախտ, անսասան, աներեր, որովհետև կարդում ենք Աստծո քաղաքի պալատներում Աստված հայտնի է որպես ապավեն։ Հիմա հարց տամ քեզ։ Դու որպես մի հավատացյալ,
որպես Աստծո քաղաքի մի մասնիկ, որպես Աստծո ժողովրդի եւ Քրիստոսի եկեղեցու մի անդամ, արդյոք հայտնի է թե քո կյանքի պալատներում Քրիստոս եւ նրա խաղաղությունն է տիրում։ Ինչպիսի վիճակում են քո կյանքի սրտի ներքնաշխարհի պալատները, սրահները, երբ դուրսը անխաղաղ է եւ պարագաները անապահով են։ Ով է հայտնվում քո կյանքի եւ առօրյայի պալատների նայողի աչքին։ Արդյոք Քրիստոսի շքեղությունը արտացոլում է քո կյանքիցդ։ Շքեղանում ես օրեօր Քրիստոսի գեղեցկությամբ։ Արդյոք անդադառնում ես, թե դու որպես հավատացյալ եւ որպես եկեղեցի դու պատկանում ես մեծ թագավորին, դու նրա մալն ես, դու նրա ունեցվածքն ես, դու նրա քաղաքն ես, դու նրա ժողովուրդն ես։ Նա է քեզ վրա տիրողը, նա է քեզ կառավարողը, նա է քեզ գեղեցկացնողը, նա է քեզ բոլոր երկրի ուրախություն դարձնողը։ Արդյոք որքանով ենք մենք որպես եկեղեցի Քրիստոսով շնորհված մեր փրկության ցնծությունը վայելում եւ արտացոլում։ Արդյոք շքեղացած Քրիստոսից ուրախ ենք։ Մեր ցնծությունը արտահայտվելիք է։ Մարդիկ երբ մեզ նայում են ընդհանրապես, ընդհանուր առմամբ, ինչպիսի տեսանկյուն են ընդգրկում մեր մասին, ինչ կարծիք են ունենում մեզ հետ շփվելուց հետո, արդյոք նրանք համոզված են, որ մենք ընդհանրապես երջանիկ, ուրախ, ցնծուն ժողովուրդ ենք, թե ոչ ընդհանրապես մեզ հետ շփվելուց հետո այդ եզրափակության են գալիս, որ մենք հոռետես ենք։ Մենք կես բաժակի միշտ դատարկ մասն ենք տեսնում։ Մենք տրտնջողներ ենք, մենք մռայլ ապագան տեսնողներ ենք, մենք տրտումներ ենք, և չեն ուզում մեզ այդ ժամանակ անցկացնեն, որտև իրենց էներգյան իջնում է ճակերտյալը, այդպիսի բան գոյություն չունի, բայց այդպես են ասում իրենք, այսինքն մենք իրենց տրտմության պատճառ ենք դառնում, գեղեցկացած չենք, շարունակապար տրտնջող, շարունակապար մրմնջող, վատատես կյանքերն ապրում։ Կան այսպիսի հավատացյալներ։ Սիրելիներ, Քրիստոս է, ով իր եկեղեցին շքեղացնում է։ Եվ մենք նրանով շքեղացած ենք, գեղեցկացած ենք, ապահով ենք, ցնծուն ենք։ Նրան մեր թագավորը, մեր փեսան, մեր փրկիչը ունենք։ Եվ երբ նրան հնազանդություն ենք անում, երբ նրան պաշտում երկրպագում ենք, երկյուղացությամբ ակնածում ենք եւ հարգում ենք, դա մեզ ավելի է շքեղացնում։ Ուրեմն Քրիստոս եկեղեցուն շքեղացնողն է։ Երկրորդ կետում 4-ից 8 համարների մեջ տեսնում ենք, որ դա Քրիստոս է, ով եկեղեցուն բոլոր չարիքների դեմ հաստատում է կամ կանգուն է պահում։ He establishes his church. 4-րդ համարից կարդում ենք, որովհետև թագավորները ժողվեցան, իրարու հետ անցկացան, նրանք տեսան եւ զարմացան, շփոթվեցին, շուտով փախան, դողալը բռնեց նրանց այնտեղ եւ սաստիկ ցավ, ինչպես ծննդկանի ցավ։ Եվ դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը, ինչպես որ լսեցինք, այնպես էլ տեսանք, զորած Տիրոջ քաղաքումը, մեր Տիրոջ քաղաքումը, Աստված հաստատում է նրան մինչև հավիտյան։ Այս համարների սկզբում որովհետև բառը պարտադրում է, որ մենք կանգ առնենք եւ Աստծո քաղաքի դեմ բարձրացած եւ տեղի ունեցած այդ ահավոր հակառակությունը եւ թշնամությունը տեսնենք։ Այս համարները երկրորդ Սաղմոսի մեջ բացատրված թագավորների վիճակին են մեզ հիշեցնում։ Այնտեղ էլ երկրի թագավորները Աստծո դեմ բռունցք էին բարձրացնում։ Եվ Աստծո օրենքներն ուզում էին փշրել, թափել, մի կողմ նետել, եւ անազանդության եւ ըմբոստ կյանք էին վարում,
Բայց կարդում ենք, որ Աստված նրանց վրա ծիծաղում էր եւ նրանց հորդորում եւ ահազանգում է, որ նրանք իրենց խելքը գլուխը հավաքեն, այսինքն խոհեմանան եւ որդի առաջին ծուռը կրկնեն, նրան համբուրեն, որպեսզի որդին չպարկանա եւ նրանք չկորսվեն։ Այստեղ էլ նույն բանն է կատարվում։ Այս նույնանման մի հակառակություն ենք տեսնում։ Եվ այստեղ այս հակառակությունը ուղղակի Աստծո քաղաքի դեմ է, այսինքն հավատացյալների դեմ, եկեղեցու դեմ։ Հավատացյալների եւ Քրիստոսով փրկյալների դեմ եղած հակառակությունը եւ ըմբոստությունն է ցույց տալիս։ Սակայն այս թշնամի դարձած հակառակող թագավորները, ընդգծեք թագավոր բառը, որտեղ իմաստալի է, քիչ ոչ մի բացատրեմ։ Հենց որ տեսան, թե ինչպես այս մեծ եւ խիստ օրհնյալ Տերը այդ քաղաքում նստել էր եւ Սիոն սարի վրա եւ բոլոր քաղաքը ապահովության մեջ է, թեպետ իրարու մոտ եկան, թեպետ համաժողով արեցին, իրարու հետ անցան, ասում է, բայց հետո անմիջապես նրանք զարմացան։ Զարմացանը դրական զարմանք չի, այլ բացասական զարմանք, այսինքն ապշեցին։ They were dumbfounded. Հետո շփոթվեցին, խառնվեցին իրար։ Հետո շուտով փախան։ Հետո նրանց դողալը բռնեց։ Հետո սաստիկ ցավի բռնվեցին։ Ինչպես որ ծննդկանի ցավ։ Հետաքրքրական է, որ այս շարքը նայենք։ Այս շարքով բացահայտված վիճակները աստիճանաբար մեկը մյուսից ավելի սաստկանում են։ Եվ մեկը մյուսին արագ կերպով հաջորդում են։ Այս վիճակները անխուսափելի են, անտանելի են, անկրելի են եւ կործանարար էին։ Թեպետ այս թագավորները, ասում է թագավոր, որտեվ Թարսիսի նավերը, այդ մեծ հսկա նավերը, որ լեցուն բերք ու բարիք էին բերում, այս թագավորները այդ նավերի նման խիստ հարուստ մարդիկ կարող են լինել։ Երկրի բերք ու բարիք ունևորներ կարող են լինել։ Բոլոր պաշտոնների եւ հեղինակությունների տերուտիրական կարող են լինել, թագավոր է ասում։ Դրանք զորավոր կարող են լինել, շատ ռեսուրսներ եւ աղբյուրներ կարող են ունենալ, շատ խելացի եւ ճարպիկ մարդիկ կարող են լինել, շատ ուսյալ եւ համալսարանական տիտղոսներ ունեցողներ կարող են լինել, մարդկանցից համբավ եւ հարգանք ունեցող մարդիկ կարող են լինել, բայց բոլորը, եթե Աստծո եկեղեցուն են նախատում, Աստծո թշնամիներն են։ Միգուցե ճարպիկ ու սրամիտ լինեն, բայց նկատի առեք այս բարձրապաշտոն ունևորները, ինչպես 7-րդ համարի մեջ Սաղմոս 2-ն տանց բոլորին մեկ կողմ դնելով, Աստծուն ասում է դու, singularly, եզակի կերպով, դու, այսինքն միայն դու, you alone։ Դու, քեզանից ուրիշ ոչ մեկը, դու արևելյան քամիի փոթորիկով այն զորավոր, հարուստ, ամեն տեսակի բերք ու բարիք ունեցող, ամեն գործիք ու աղբյուրի ձեռնհաս մարդկանց, այն հակառակորդներին դու ինչ ես անում, փշրում ես։ Ինչ օրհնաբեր է, երբ որ նկատի ենք առնում այս նախադասության քերականությունը։ Նկատի առեք։ Այս համարում Սաղմոս 2-ը չի ասում դու նրանց փշրեցիր։ Եկարե։ Նա ասում է դու նրանց, ինչ ես անում, փշրում ես շարունակական ներկա ժամանակով։ Continuously դու նրանց փշրում ես։ Այս շարունակական ներկա եղանակով գրված բայը մեզ համար խիստ մեծ քաջալերություն է, ուրախություն է, ապահովության հաղթություն է, խաղաբեր է։ Մեր թագավորը, մեր մեծ խիստ բարձրյալ Տերը, այն Տերը, որ մեծ եւ բարձր է, քիչ առաջ կարդացինք, այն Տերը հավատացյալներիս կյանքի մեջ, եկեղեցիի կյանքի մեջ, ամեն տեսակի հալածանքների, ամեն տեսակի հակառակությունների, տառապանքների, նաև մեզ տապալել ուզող, մեզ լրացնել փափակող, մեզ պապանձեցնել եւ նույնիսկ ոչնչացնել ճանաչող ուժերի դեմ շարունակաբար նրանց փշրում է,
շարունակաբար նրանց պապանձեցնում է եւ իր անխախտելի եւ անարգելի հաղթությունն է գրանցում եւ իր աստվածային ուժն է գործադրում մեր կյանքի մեջ մեր թշնամիների դեմ եկեղեցուն հավատացյալներից տակավին կանգուն է պահում պատճառը որ ես ու դու տակավին կանգուն ենք այս չար աշխարհի մեջ այս մեղքի վխտող աշխարհի մեջ մեր շուրջը ամեն տեսակ անբարոյականություն է վխտում եւ մենք տակավին հաստատ ենք պատճառը այն է որ Քրիստոս է որ մեզ հաստատուն է պահում Աստվածային ուժով մեզ կանգուն է պահում մեր շնորհքով չի սիրելիներ մեզ մնար մենք շատուց պարտված կլինեինք նրանց բոլոր դավերը եւ լարերը եւ թակարդները իր հրովարտակային հրամաններով նույնիսկ եթե պետք լինի իր համակատարությամբ բնության օրենքները կարող է գործածել Աստված ամեն բան կարող է գործածել որպեսզի իր եկեղեցուն ինձ ու քեզ իր աչքի բիբի պես պահում է հաստատուն է պահում Սիրելիներ այս օրերիս առավել քան երբեք եկեղեցին եւ հավատացյալներս տեսակ հակառակությունների եւ սաստիկ եւ բացահայտ հալածանքների տակ են գտնվում դպրոցների մեջ մանկապարտեզներից սկսյալ մինչև համալսարանները անբարոյականները մեղավորները ըմբոստները այդ Թարսիսի նավերի պես լեցուն բերք ու բարիքով թագավորների պես մեր զավակների եւ մեր մատղաշ սերնդի մտքի մեջ թույն են ներսրսկում անբարոյականություն ըմբոստություն հեղինակության դեմ չարագործություն եւ դրանց մերժումը ազատության ծածկոցի եւ պիտակի տակ դա ազատություն չի, դա սանձարձակություն է, դա անօրենություն է, դա ամպարշտություն է, դա պղծություն է, այլակրոն ազգերը, ըմպոստ մարդիկ, Աստծո խոսքին անհնազանդ, անպարոներ, բացեն ի բաց, առանց ամաչելու, ինչ որ տարիներ առաջ մթության մեջ էին անում, քաղաքի ցածի կեղտոտ վայրերում էին անում, գիշերվա ուշ պահեր էին անում, հիմա օրը ցերեկով դպրոցների մեջ, եկեղեցի աստվածների մեջ, տների մեջ, նույնիսկ մեր հայ օջախի մեջ, բացահայտ կերպով իրենց կեղտոտ պիղծ մեղավոր կյանքը որպես կյանքի այլընտրանք ներկայացնելով ուզում են զորով անօրենությունը օրինավորացնել ու ոչ թե այնքան եւ հետո մեզ պարտադրել որ այդ օրենքին հնազանդենք ու եթե այդ օրենքին չհնազանդենք մեզ պիտի պատժեն ու տուգանքեն ու եթե նույնիսկ ձեռքերից հասնի բանտարկեն Այս է իրականությունը, որի առջև ենք այսօր։ Բայց սիրելիներ, իրականությունը մնում է իրականություն, և ճշմարտությունը մնում է ճշմարտություն առանց փոփոխվելու, որովհետև Աստված է, որ ճշմարիտ է, Աստված անփոփոխ է, ուրեմն նրա ճշմարտությունն էլ մնում է անփոփոխ։ Մարդիկ ինչ ուզում են թող ասեն, ոնց ուզում են թող դարձնեն, ինչ պիտակ ու անուն ուզում են թող գործածեն, որպեսզի իրենց մեղքերը արտարացնեն, անհնար է նրանց։ Աստվածաշունչը մեզ այսպիսի անհեթեթությունների և անհնազանդությունների մասին ահազանգում է։ Եվ տեսեք ինչ ասում։ Մեզ ոչ թե միայն ահազանգում է, մեզ նաև գոտեպնդում է, մեզ քաջալերում է, մեզ հաստատում է։ It establishes us in the truth։ Եվ մենք կարիք ունենք սա մեր դպրոցների մեջ կարիք ունենք, եթե աշակերտ ես սրան կարիք ունես, եթե ուսուցիչ ես կարիք ունես, եթե աշխատավոր ես կարիք ունես, եթե բաս ես կարիք ունես, եթե բիզնես ունես կարիք ունես, եթե նույնիսկ տարեց ես կարիք ունես։
տարբերություն չի անում։ Կյանքի որ հանգրվանի մեջ ենք, այս ճշմարտություններին եւ ահազանգություններին բոլորս կարիք ունենք, որտեղ այս ճշմարտությունները մեզ հաստատում են, մեզ պնդացնում են, մեզ հաղթական են դարձնում։ Տեսեք ինչ է ասում Հռոմեացիս նամակի 2-րդ գլխի 18-րդ համարից սկսյալ։ Հռոմեացիս 2:18 Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն անպարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը անիրավությամբ խեղդում են, ասում է բռնում են, բայց ավելի ճիշտը խեղդում են, suppress են անում։ 25-րդ համարին նայեցեք։ Որոնք Աստծո ճշմարտությունը, նկատի առեք ճշմարտությունը Աստծո ճշմարտությունն է։ Աստծո ճշմարտությունից դուրս ուրիշ ճշմարտություն գոյություն չունի, ինչու որտև Աստված է ճշմարտությունը։ Ուրեմն եթե կա որևէ ճշմարտություն, դա Աստծո ճշմարտությունը։ Truth is God's truth. There is no other truth that is not God's truth. All truth is God's truth. Ուրեմն Աստծո ճշմարտությունը այս մարդիկը ստության հետ փոխանակում են, դե փոխում են։ Եվ ինչ են անում։ Երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին։ Այն որ մեկն ասում էր իմ ընկերս կամ ընկերուհիս իրեն խոսում եմ Հիսուսի մասին, ասում է ես տիեզերքն եմ հավատում, տիեզերքը, universe-ն եմ հավատում։ Խեղճ մարդ, որքան կույր խավար պիտի միլին մեկը, որ տիեզերքին իր հավատքը դնի վրան, փոխարեն տիեզերքը ստեղծողին, միտքս եկավ հենց այս համարը, տեսեք, պաշտեցին և երկրպագեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողնին, որ օրհնյալ է ի հավիտենից, դրա համար էլ Աստված նրանց անարգ կրքերի մատնեց, անարգ այսինքն անպատիվ, անբարո, ցանկությունների մատնեց, թողեց, որպեսզի իրենք իրենց հալին մնան, երբ Աստված մեկից քաշում է իր բարությունը, այնտեղ մնում է ինչ, չարություն, ուրեմն Աստված նրանց անարգ կրքերի մատնեց, Աստված ետ քաշեց իր բարությունը, ողորմությունը, և ինչ արեցին, նրանց էգերը, այսինքն կանայք, the females, բնական գործածությունը փոխեցին անբնականի հետ, այնպես էլ արուները, the males, կնոջ բնական գործածությունը թողնելով, իրենց ցանկություններով իրարու հետ բորբոքվեցին։ Արուները, males, with males, արուների հետ խայտառակություն էին գործում, և դրա փոխարենը, ինչ որ արժանի էր, whatever was due to them, իրենց մոլության համար, իրենց անձերումը ստանում էին։ Հիվանդություններ, անբուժելի վիճակներ։ 29-րդ համարին նայեցեք։ Այս մարդիկ, տեսեք, որտեղից է գալիս սրանց չարությունը։ Don't tell me սա բնական ջիների խանգարում է։ Don't you ever dare to tell me, որ միասեռականությունը ծնված վիճակով այսպիսի պակասություն է, պակասություն չի, ըմպոստություն է։ Կեղծ, սուտ, չարության արմատն է։ Տեսեք, Աստծո խոսքն ասում, 29-րդ համարին նայեցեք, որոնք, ով այսինքն աս միասեռականները, լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությունով, անզգամությունով, ագահությունով, չարությունով, լիքը նախանձով, մարդասպանությունով, կռիվով, նենգությունով, չարաբանությունով, քսուներ են, այսինքն ֆուզուլ են, սրա նրա գործին խառնվող են, բամբասողներ են, Աստծուն ատողներ են, թշնամանողներ են,
անպարտավաններ են, գոռոզներ են, չար բաներ հնարողներ են, ծնողներին անհնազանդներ են, անմիտ են, անխելք մարդիկ են, ուխտադուրժ են, խոստում չեն հարգում, անգութ են, unkind, անհաշտ են, անողորմ են, անխիղճ են, որ Աստծո իրավունքները հասկանալով մեկտեղ, թե այսպիսի բաներ գործողները մահվան արժանի են, ու ոչ թե միայն այս բաները անում են, այլ գործողներին էլ կամակից են դառնում։ Այսօր, այս գիտեք երբ է գրված, հազարավոր տարիներ առաջ, կարծես թե վաղվա թերթից ավելի նոր է այս նորույթը։ Հենց որ հավատացյալներս այսպիսի բաներ անողների մեղքերը մատնանշենք, կամ եթե այսպիսի անպարոյականությունը կամ միեսեռականությունը կամ սեռափոխությունը Աստծո խոսքի համեմատ մեղադրենք եւ ասենք մեղք է գործում, որպես մեղք եթե հանցանք անվանենք, կամ եթե նրանց Աստծո դեմ ըմբոստ հայտարարենք, Աստծո խոսքին հակառակող նրանց դասենք, անմիջապես վստահեցնեմ ձեզ, այս ըմբոստ մեղավորները հավատացյալներին եւ եկեղեցուն պիտի սկսեն մեղադրել, թե դուք անգութ եք, դուք կեղծավորներ եք, դուք սեր բառը իմաստը չեք հասկացել, դուք չգիտեք ինչ է նշանակում սիրել, հավասարություն չունեք, դուք խտրադրներ եք, դուք օրենք եք պաշտում, դուք ստախոս եք, դուք ատում եք եւ ատելախոսություն եք անում, by the way, հիմա նոր օրենքներ են հանում, ատելախոսությունը օրենքով տուգանելի հանցագործություն է, պարզապես քո կաղապարը դզում արտահայտես, բայց զգույշ պիտի լինես, որ ատելախոսություն չանես, hate speech, այս անում են եւ այսպիսի օրենքներ են հնարում, ասեցինք չար բաներ հնարողներ են, որպեսզի հավատացյալները չկարողանան նրանց մեղքին մեղք կոչել, նրանց անպարոյականությունը դատապարտել, սակայն տեսեք Աստծո խոսքը մեզ հստակ ուսուցանում է, հաստատում է, որ այսպիսիները, եթե իրենց մեղքերից եւ մեղավոր վիճակից չապաշխարեն, եւ իրենց մեղած դատապարտության տակ շարունակեն մնալ, նրանք մի օր արևելյան փոթորկահողմ փոթորիկից ավելի կործանարար Աստծո սուրբ բարկության եւ դատաստանի առաջին պիտի կանգնեն եւ այնտեղ Աստծո բարկության ալիքներից նրանց ավազի վրա շինած տունը պիտի փլչի եւ նրանց կորուստը շատ մեծ պիտի լինի։ Բայց Աստծո ողորմությունը եւ շնորհքը այնքան մեծ է, այնքան հիանալի է, որ եթե ամենամեծ մեղավորն անգամ ավետիսը լսելով ծունկի գա, Աստծո հոգուց վերստին ծնվի, Հիսուսին հավատա, Տեր Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից, ներառյալ այս մեղքից։ Եվ շատեր կան, որ անդադառնալով այս մեղքերից դարձի են գալիս եւ լինում են Աստծո զավակ եւ Աստծո քաղաքին են միանում։ Եվ Քրիստոս է, որ մեզ հաստատում է։ Քրիստոս է, որ մեզ ավետիսի լուրը դրել է մեր սրտի մեջ, որ բոլորին արտահայտենք ավետիսի լուրը, որպեսզի մեղավորներ լսեն Տիրոջմով փրկության բարի լուրը եւ իրենց մեղքերից դառնան եւ նա որ իր մեղքերից դառնա Աստված նրան դուրս չի հանել։ Հարցամ քեզ, որքան հաստատ է քո հավատքի հիմերը Քրիստոսի մեջ։ Կարող ես Աստծո խոսքով անհավատների հիմարությունը պապանձեցնել։ Կարող ես Աստծո խոսքի հիման վրա քո շուրջը վխտած այս անբարոյականության դեմ դնել եւ հաղթող դառնալ։
թե ոչ միայն կարող ենք լռել եւ մեր գլուխը հակել եւ անցնել մեր ճանապարհին։ Շատ հավատացյալներ այդպես են ապրում։ Կարող ես Աստծո խոսքով նրանց հիմարությունը պապանձեցնել։ Կարող ես Աստծո խոսքով նրանց դեպի ուղղություն առաջնորդել։ Տես 8-րդ համարում Սաղմոս 2-ն ասում է. Ինչպես որ լսեցինք, այնպես էլ տեսանք, զորած Տիրոջ քաղաքումը, մեր Տիրոջ քաղաքումը, թե Աստված հաստատում է նրան մինչև հավիտյան։ By the way, Աստված զորած Տերն, այսինքն զորքերի տիրապետն է։ He is the chief of staff of all divine army. Գերագույն գեներալն է։ Զորած Տեր այդ է նշանակում։ Այսինքն բոլոր երկնային զորքերի վրա գերագույն հրամանատարն է Աստված։ Եվ այս Աստվածն է, որ ինձ ու քեզ Քրիստոսի մեջ հաստատում է, որպեսզի մեր պատերազմի մեջ մենք չընկրկվենք, մենք հաղթող լինենք։ Որտև Քրիստոս է, որ եկեղեցուն հաստատում է։ Երրորդ կետում 9-ից 11-րդ համարների մեջ տեսնում ենք Քրիստոսին, ով իր եկեղեցուն իր ուխտային սիրով ուրախացնում է։ Իր ուխտային սիրով ուրախացնում է։ Սաղմոս 2-ն ասում է. ով Աստված, մտածում ենք քո ողորմության վրա քո տաճարի մեջ, ինչպես քո անունը, ով Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը, ուղարարությունով լիքն է երկիրը, քո աճը, թող ուրախ լինի Սիոն սարը, Հուդայի աղջիկները ցնցան քո դատաստաններով։ Այս Սաղմոսի 1-ից 8-րդ համարների մեջ, ինչ որ քիչ առաջ կարդացինք եւ սերտեցինք, դրանցից ուսուցանված, դրանցից քաջալերված հիմա սելա բառը կա, այսինքն հիմա կանգ առնենք, մի քիչ մտածենք ինչ սովորեցինք եւ ինչ արտահայտություն պիտի ունենանք հիմա։ Դրանից գոտեպնդված, կառուցված, հիմա Սաղմոս 2-ն ասում է. Տեր, քո ներկայության մեջ, քո տաճարիդ մեջ, այսինքն քո առաջին կանգնած մենք քո ողորմության մասին ենք մտածում։ Եվ այստեղ ողորմություն բառը բնակիր եբրայեցերենով նշանակում է քո ամրակուր սիրույթ մասին, your steadfast love, այն անխախտ սիրույթ մասին ենք մտածում։ Այն ուխտային սիրույթ, այն անխափան սիրույթ մասին ենք մտածում։ Գիտեք որն է այն ուխտային սերը։ Ուխտային սերը այն է, որ Աստված ուխտել է մեզ փրկարար սիրով սիրել։ Եվ դա երբևիցե նրա սիրելը, նրա փրկելը մեր արարքներից կախյալ չի։ Եթե մենք սիրենք, ինքն էլ կսիրի, եթե մենք չսիրենք, ինքը մեզ չի սիրի։ Այդպես չի։ Ուխտ է սա։ Նա ուխտել է մեզ փրկության առումով սիրել։ Եվ ամեն բան կանի, որ իր ուխտը գործադրի։ Այդ ուխտային սերն է, որ մեր փոխադարձ սիրույց կախյալ չի։ Այլ դա ուխտային լինելով անցյալի հավիտենականությունից ի վեր Աստծո արտահայտած ուխտն է, կատարած ուխտի գործադրությունն է, որ նա իր որդին մեզ պես հավիտենապես դատապարտված մեղավորների համար աշխարհ ղրկեց, որ նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված երբեք իր ուխտը չի դրժել։ Նա մեզ իր ողորմությունը ցուցաբերեց ու նաև տվավ իր շնորհքը եւ իր սերը, որով երբ մենք տակավին մեր հանցանքների մեջ մեռած էինք, ասում է Քրիստոս մեր տեղ մեռավ։ Եփեսացիս 2:4-ից սկսյալ կարդում ենք, թե Աստված, որ իր ողորմությունով մեծ է, իր շատ սիրույն համար, այս ուխտային սիրույն համար, ոչ թե արժանիք ունենք, որ մեզ սիրեց, ոչ, իր ուխտային սիրույն համար, որ մեզ դրանով սիրեց, երբ որ մեռած էինք մեր հանցանքներում, որ սիրվելիք չէինք։ Մեզ Քրիստոսի հետ կենդանի արավ, դուք շնորհքով փրկված եք։ Նրա հետ մեզ հարություն տվավ, շնորհքով փրկվածներից երկնավորների հետ նստեցրեց, եւ որպեսզի նոր եկող դարերում հավիտենապես ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը, որ Հիսուս Քրիստոսով իր քաղցրությունը մեր հանդեպ ցուցաբերեց։ Սա եկեղեցուն եւ հավատացյալներից պետք է ուրախացնի։ Սա մեզ պիտի երջանիկ անի։ Սա մեր հոգին եւ մեր սիրտը պիտի ցնծության բերի։
Քրիստոս իր անկախյալ ուխտային սերը մեկ անգամ ընդմիշտ մեզ հայտնելով մեզ հավիտենական ցնծություն է տալիս։ Դրա համար մենք հավիտյան նրան պիտի գովենք, հավիտյան պիտի օրհնենք, հենց այս կյանքից ի վեր պիտի գովենք, անկախ թե ինչպիսի վիճակներ են տիրում դուրսը կամ ինչ է կատարվում դրսի մեջ։ Այս հիման վրա է, որ Աստվածաշունչը Փիլիպեցիս նամակի 4:4-ի մեջ հավատացյալներից ուղղակի հրաման է տալիս, եւ գիտեք ինչ է այդ հրամանը, անգիր եք իմանում։ Ուրախ եղեք, ինչպես, Տիրոջմով, ամեն ժամանակ, եւ դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Եթե Աստծո խոսքը մեզ մի բան է հրամայում, եւ մենք չենք անում, դա ինչ է կոչվում։ Մեղք է կոչվում, կլասիկ մեղքի definition-ն է։ Դասական սահմանումն է մեղքի։ Ուրեմն այն հավատացյալները, որոնք ընդհանրապես ուրախ չեն, տրտում, մռայլ կյանքեր են ապրում, մեղք են գործում։ Ըստ Աստծո խոսքին, ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում։ Աստծո խոսքը քեզ կրկնակի հրամայում է, որ ուրախ լինես, եւ դու ամփոփ ջուրը տխուր, տրտում, կարծես թե աշխարհի բեռը քո ուսերին է։ Նախընտրում ես մնալ ճնշված, բեռնավորվածի մտայնությամբ։ Չեմ ասում, որ հավատացյալները տխրելու չեն, հավատացյալները տխուր պարագաներ չեն ապրում, ապրում ենք, մենք էլ մարդ ենք։ Վիշտ է պատահում, դժվարություններ են պատահում եւ մեզ տխրեցնում են։ Բայց տխրությունը ապրում ենք, հետո անց ենք կենում, we get over it։ Որտեւ մեր մեջ հավիտենական կյանքի ցնծությունը կա։ Քրիստոս մեզ ցնծության աղբյուր է։ Բոլոր պարագաների մեջ Տիրոջմով ենք ուրախանում, ոչ թե պարագաներով ենք ուրախանում։ Պարագաները կարող են տխրեցուցիչ լինել, բայց մենք պատվիրված ենք Տիրոջմով ուրախանալ, ինչու որտև Տերը իր ամրակուր սերով մեզ արդեն իսկ հաղթող է արել եւ ուրախալի պատճառ ունենք, մենք հավիտենական կյանք ունենք։ Ուրիշներ չունեն դա։ Իրանք ընդհակառակը հավիտենական կորստյան դատապարտվածներ են, եթե չապաշխարեն։ Ուրեմն սիրելիներ, երբ որ այսպեսի ենք մտածում, երբ որ նրա ամրակուր սիրով մասին ենք մտածում, նրա աստվածային ստորոգիլներն են մեր միտքը գալիս, նրա էության հատկանիշներին ենք անդրադառնում, եւ դրանք մեզ համար խիստ օրհնաբեր են, չափազանց ուրախալի են, եւ այդ հիման վրա էլ մեր գովությունը մինչեւ երկրի ծայրերը կարող է տարածվել։ Ամեն մարդ պիտի իմանա, որ մենք ուրախ հավատացյալներ ենք։ Նույնիսկ մեր տխրության մեջ մենք ցնծում ենք։ Ինչպես կարելի է տխրության մեջ ցնծում լինել, որտեղ ուրախությունը եւ ցնծությունը երկու տարբեր բաներ են։ Անգլերենով շատ հստակ է, happiness and joy. Happiness depends on what happens. Joy is something different, is inert, մեջից է գալիս, ներքին է, ներքնաբուխ է։ Ուրեմն սիրելիներ, երբ եկեղեցին եւ հավատացյալները Աստծուն լավ եւ ուղիղ են ճանաչում, նրան լավ սերտում են, ճիշտ կերպով ճանաչում են Աստծուն, սկսում ենք Աստծով ուրախանալ։ Պատճառը, որ հավատացյալներից ոմանք ընդհանրապես տխուր մռայլ կյանքեր են ապրում, այն է, որտեղ Աստծուն լավ չեն ճանաչում։ Կարծում են, որ ճանաչում են, բայց լավ չեն ճանաչում։ Հարցրեք դուք ձեզնից կամ նրանցից, Աստծո ստորոգիլներից 10 հատը հիշիր։ 3 հատը կասեն, 4-ը կասեն, կսկսեն կմկմալ։ Գիտեք, որ 20-ից ավելի ստորոգիլներ կան։ Մենք սերտել ենք մեր դասարանի մեջ։ Պատճառը, որ այդպես է, որտեղ այն է, որ Աստծուն մոտիկից չենք հենվում, չենք մտածում, նրա տաճարի մեջ չենք նրա մասին մտածում։ Սաղմոս 2 նրա ներկայության մեջ նրա մասին է մտածում։ Դրա համար ուրախ է։ Ուզում ես ուրախ լինել։ Գնա Տիրոջ ներկայության մեջ եւ իր մասին սերտիր, իր մասին մտածիր, նրա ստորոգիլները միտքդ բեր եւ տես ինչ է նշանակում դա։ Մեկ էլ տեսար, որ քո սարի պես տխրությունները փոքրացան եղան չնչին աննշան բաներ, որտեղ մեր Աստվածն է մեծան։ Եվ նայեք տեսեք, ասում է, որ Սիոնի աղջիկները ցնծում են։ Գիտեք ինչու է այս աղջիկների մասին խոսում, Հուդայի աղջիկների մասին, որտեղ երբ որ հին ժամանակ տղամարդիկ գնում էին պատերազմի եւ պատերազմի մեջ հաղթում էին
եւ հաղթական վերադառնում էին տուն, փողոցներում նրանց կանայք եւ աղջիկները պարելով, ուրախանալով նրանց դիմավորում էին։ Սա հաղթության օրհներգ է, հաղթության celebration է, տոնակատարություն է։ Հավատացյալներս Քրիստոսի մեջ հաղթության, տոնակատարության իրավասությունը ունենք, որտեղ Քրիստոս մեր ամենամեծ թշնամուն հաղթեց։ Ինչին հաղթեց։ Մեղքին եւ մահին հաղթեց։ Ուրեմն մենք այդ Սիոնի աղջիկների պես ուրախանալու ենք, որտեղ Հռոմեացիս 8:1-ի մեջ կարդում ենք այլևս դատապարտություն չկա Քրիստոսի մեջ եղողներիս համար։ Չեմ անում ձեզ ինչ անում, բայց ինձ շատ է ուրախացնում։ Երևակայեցեք, որ մենք հավիտենականությունը մտնելու ժամանակ պիտի կանգնենք Աստծո առաջին եւ միանգամից պիտի գա որ փասպորտս որտեղ է։ Այդ փասպորտը, որ վիզան դուք եղել եք այդպեսի վիճակ։ Ճամփորդության ժամանակ մեկ գիշեր առաջ երազում տեսնում ես, որ կանգնել ես օթակայան եւ փասպորտդ կորցրել ես։ It's a bad dream. Բայց վստահեցնեմ ձեզ, որ երբ որ մենք կանգնենք երկնքի դռան, փասպորտի հետևից ման գալու կարիք չունենք, որտեղ արդեն փասպորտը մեզ տրվել է, Հռոմեացիս 8:1։ Այլևս դատապարտություն չկա Քրիստոսի մեջ եղողներիս համար։ What a joy. What a peace. Ուրեմն մենք էլ ենք կարող այն Սիոնի Հուդայի աղջիկների պես պարենք, ուրախանանք, ցնցանք, տոնակատարենք։ Եվ ապա 4-րդ կետում Սաղմոս 2-ն մեզ երկու պարտականություններ է տալիս։ Երկու պարտականություններ է տալիս։ Առաջին պարտականությունը այս է, որ կարդում ենք 12-րդ համարի մեջ. գնացեք Սիոնի 4 կողմովը եւ նրան շրջապատեցեք, համարեցեք նրա աշտարակները, ուշադրություն արեք նրա բերտերին, քննեցեք նրա պալատները։ Ասեցինք Սիոնը Աստծո թագավորությունն է, Աստծո փրկության ծրագիրն է, Աստծո աստվածաբանությունն է, հոգևոր կյանքի հիմքերն են, ճշմարտություններն են։ Խոսքը մեզ ասում է գնացեք եւ համրեցեք հիմքերը, քննեցեք այս բերտերը, տեսեք ձեր հոգևոր ապահովությունը ինչի մեջ է կայացած։ Ինչպես եղավ որ փրկվեցինք։ Ինչից ազատեց Աստված մեզ։ Ով էր Աստված, ով էր մենք։ Ուրեմն ասում եմ մենք խոսքով սիստեմատիկ աստվածաբանություն սովորեցեք։ Սովորեցեք Աստված ով է, ինչ է ասում իր խոսքի մեջ, ինչ է պահանջում ինձանից, ես ինչպես պիտի ապրեմ, մարդը ով է, մեղք այսինքն ինչ, Հիսուս ինչպես մեռավ եւ հարություն առավ, ինչու 33 տարի ապրեց եւ այլն եւ այսպես։ Ասում ես քննեցեք, համրեցեք նրա աշտարակները։ Տեսեք ինչ է, որ այս վեր է պահում այս Սիոնի սարը, այս Սիոնի քաղաքը։ Դա մեր պարտականությունն է։ Հարցնում ես։ Դու համրում ես Աստծո Սիոնի աշտարակները։ Գիտես ինչ հիման վրա ես փրկվել։ Գիտես ով է Հիսուս։ Ինչու Հիսուս պիտի 33 տարի կյանք ապրեր։ Չէր կարող ուրբաթ օրը գար երկինքից երկիր, ուրբաթ գիշեր խաչվեր, վիկենդին հարց վերջացներ, կիրակի օրը հարություն առներ, խեղճ մարդուն 33 տարի չտանջեին։ Կարող էր անել, բայց ինչու չարավ։ Գիտես ինչու պիտի արյուն թափվեր, ախր մեկը ինձ ամեն կիրակի հարց է տալիս։ Ինչու Հիսուսին բռնեցին, խաչեցին խեղճի այդպես։ 10 տարի նույն կիրակին օր ամեն կիրակի նույն հարցին պատասխանում ենք։ Ինչու պիտի Հիսուսին խաչեին։ Այսինքն ինչ կարիք կար որ խաչվեր, չէր կարող ասել այ տղաք, այ աղջիկներ, ձեր մեղքերը ձեզ ներված, գնացեք։ Աստված չէր միտե։ Ուրեմն կարժի, մենք պետք է աստվածաբանություն սովորենք սիրենք։ Դրա համար մենք մեր եկեղեցում դասավանդում ենք աստվածաբանությունը։ Կետ առ կետ, մանրամասն, մազ ենք անում, տալիս ենք գրավոր, ձեր ձեռքն ենք տալիս, որ գնաք տուն համարները կարդաք եւ գիտություն ունենաք Աստծո խոսքից։ Որպեսզի մենք աճենք մեր հավատքի մեջ, որպեսզի երբ որ չար օրեր գան, երբ որ նեղություն կա, մենք իմանում ենք ինչի ենք վստահած։ Մեր ուրախությունը ինչի մեջ է կայացած։ Մեր Աստծուն հենվենք։ Դա առաջին պարտականությունն է, երկրորդ պարտականությունը այս է, որ այս ուսուցմունքը մենք սովորում ենք ոչ թե միայն մեզ համար, այլ նաև ասում է որպեսզի պատմեք գալու ազգին,
Հաջորդ սերունդին պետք է պատմենք, մեր երեխաներին պետք է սովորեցնենք, մեր երիտասարդներին պետք է պատմենք, նրանց պետք է մարզենք, նրանց աստվածաբանություն պետք է սովորեցնենք, պետք է նրանք հասկանան, թե ինչու իրենց ծնողները հավատում, վստահում, հենվում են այս Աստծուն։ Why? Լավ հասկանում ենք Պարսկաստանից եկաք, Հայաստանից եկաք, չգիտեմ որտեղից եկաք, դժվար է։ Մենք հոստեղ ենք ծնվել, ինչ կարիք ունենք այսպես բաների։ Դուք չեք իմանում մենք ինչերից ենք անցնում համալսարների մեջ։ Չգիտեք ինչպեսի հակառակություններ կան տելևիզիոնի եւ այս տելեֆոնների մեջ։ Դուք լուրջ չունեք անգամ մենք ինչպեսի կյանք ենք ապրում այս մշակույթի մեջ։ Ճիշտ եմ ասում։ Կարելի է մենք լուրջ չունենք, կարելի է մենք ծանոթ չենք, կարելի է անգլերենը մեր երրորդ, չորրորդ լեզուն լինի։ Բայց Աստծո խոսքը մեր առաջին տեղն է, որին հենվում ենք, ուզում ենք դուք էլ Աստծո խոսքին հենվեք, ճիշտ ինչպես ձեր ծնողները, ձեր հավատացյալ նախնիկները, ձեր տատիկներն ու պապիկները, ձեր մաման ու պապան։ You need to know God. Առանց որուն չեք կարող դիմանալ. You'll succumb to this evil world. Ուրեմն մենք պետք է մեր նոր ազգին, մեր նոր սերնդին պատմենք։ Լավ, ինչ պիտի պատմենք։ Այս պիտի պատմենք, վերջին համարն է։ Թե այս Աստվածն է մեր Աստվածը։ Doesn't matter դուրսը ձեզ ինչ Աստված են հրամցնում։ Այս Աստվածն է մեր Աստվածը, միշտ եւ հավիտյան։ Չմոռանաք սա։ Ինչ մոռանում եք, մոռացեք, այս մեկ հատը չմոռանաք։ Մենք պետք է մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին, մեր մատղաշ սերնդին ուսուցանենք, թե այս Աստվածն է, այս մեծ եւ օրհնյալ Տերն է, այս Սիոն քաղաքի վրա նստողն է մեր Աստվածը, եւ այս Աստվածը ինչ է անում։ Մեզ առաջնորդում է մինչև հիմա, անգլերեն ասում է մեզ առաջնորդում է forever, հավիտյան։ Հարց տամ ձեզ։ Անում ենք սա։ Երկու պարտականություններ ունենք։ Կարժի մենք մեզ քննենք, թե այս երկու պարտականությունների մեջ որքան հավատարիմ ենք։ Արդյոք մենք ինքներս մոտիկից քննում ենք Սիոն քաղաքի, Աստծո թագավորության հիմքերը, ճշմարտությունները։ Եվ արդյոք մեր նոր սերնդին պատմում ենք, թե այս է այն Աստվածը, որին մենք պաշտում ենք։ Հռչակում ենք, թե արդյոք այն է, ով մեզ պիտի առաջնորդի հավիտյան մինչվա աղոթենք։ Փառք ենք տալիս քեզ մեր Տերը, հիանալի Աստված։ Շնորհակալ ենք այս հիանալի խոսքիդ համար, խնդրում ենք, որ օրհնաբեր անես եւ գործածության տնես մեր կյանքերում, որպեսզի մենք էլ մեր պարտականությունների մեջ արթուն, զարթուն եւ ճանասիրությամբ անենք այն ինչ որ դու մեզանից պահանջում ես։ Փառքը, պատիվը, զորությունը միայն քեզ է վայել, հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։